Խոսքը, որ այսօր պիտի ձեզ հետ կիսեմ, այսպես եմ վերնագրել խոնարհների ճանապարհը։ Ուզում Պետրոս Առաքյալի նամակից կարդամ, առաջի Պետրոս 5-րդ գլուխ 5 և 6-րդ խոսքերը։ Այսպես էլ դուք երիտասարդներ հնազանդվեցեք ծերերին, ամենը իրար հնազանդվելով խոնարհությունը հագեք, որ Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհ է տալիս։ Խոնարհվեցեք Աստծո հզոր ձեռքի տակ, որ ձեզ բարձրացրեց ժամանակով։ Նախ ուշադիր եղանք, Աստծո պատգամը երիտասարդներին հնչեց, եւ սա էր հնազանդվեցեք ծերերին։ Իհարկե, Տերը ինչ որ պահանջում է, ոնց որ ասած, արդարացին հենց դա է, իրավացին ճշմարիտը դա է։ Աստված հենց այնպես պահանջներ չի դնում։ Եվ այստեղ պահանջը այսպես է երիտասարդից, ծերերին հնազանդվեք, խոնարհ եղեք, ծերերի առաջին, այսինքն տարիքը, ոնց որ ասած, տարիք առածին հարգել, պատվել, չէ՞, լսող լինել, իհարկե Տերով հասկանում ենք, ծառայել, այդ խոնարհ հոգին ունենալ մեծի առաջ։ Հենց Սուրբ Գիրքը մեկ ուրիշ տեղել է, չէ՞, այդպես ներկայացնում, որ ասում է, այն ճերմակած, սպիտակած մազ ունեցողի չէ առջև ոտքի կանգնիր, այսինքն պիտի հարգանք քո մոտ առաջանա, այդ հենց տարիների հետ կապված, ծերության հետ կապված, մեծությունը պիտի հարգանքի արժանի բան է։ Բայց հետաքրքիր է այս օրերի երիտասարդներին, որ նայում ենք, հիմնականում շատ-շատերը չունեն խոնարհություն, չունեն այդպիսի, ասենց ասած, հնազանդություն ծերերի նկատմամբ այդ հոգին չունեն, այդ ընտրությունը իրենց մեջ չունեն։ Հետաքրքիր է, օրինակի համար գնահատականը Աստծո, որ մեծի ծերի նկատմամբ տարիք առածի եւ աշխարհի։ Ասենք, տեսնում ենք, Աստված հարգանքի է ուղղում, որ հարգվի մեծությունը, տարիքը։ Իհարկե հասկանում ենք, նորից եմ ասում, երբ որ կա պատվեր ամեն ինչում, ամեն ինչը Տերով պիտի լինի, դա պարզ է, բայց ամեն դեպքում էս է Տերը ոնց որ ասում, հարգիր, տարիքն առածի հետ կապված հարգալից եղիր, հնազանդ եղիր, ծառայ եղիր, բայց աշխարհի մեջ տեսնում ես, օրինակ, այս հոգին կա, էլի, մեծերը տարիքը մանավանդ, որ շատ է արդեն մանավանդ չէ, նայում ես անարգված լինեն երիտասարդների աչքերին։ Երիտասարդը երբեք չի նայում հիմնականում մեկը, որ իրան կարա խորհուրդ տա, առաջնորդի, իմաստություն սովորեցնի, ճիշտ բաներ ասի, հակառակ հիմնականում էս են մտածում, իրանք իրանց կյանքը ապրել են, իրանց ժամանակները ուրիշ է եղել, մեր ժամանակները ուրիշ է, իրանք մեզ ընդհանրապես չեն էլ կարող հասկանալ։ Այդ ոչ մենակ ծերերին, մեծերին չեն ասում, իրանց ծնողներին են անգամ տենց ասում։ Դուք ինչ չեք հասկանում, իմ ընկերները էս, ինձ հասկանում են, բայց դուք ինչ չեք հասկանում։ Այսպես, անգամ այն խրատը, որ բարի համարա, որ մեծը տալիս է, իր աչքի շատ վատ է երևում, կարող է անգամ թշնամություն առաջացնի, ինքը թշնամանա դրա պատճառով։ Դուք ինձ զրկում եք, դուք ինչ չեք թողնում, եւ այլ, դուք ինչ չեք հասկանում։ Դուք իմ կյանքը չեք հասկանում, այսպես։ Այսինքն հիմնականում այդպես է նայում, կյանքից չհասկացող, մեծացած, ինչ որտեղ էլ անգամ ավելորդ, որ հեսա պիտի հեռանա կյանքից։ Շատերը անգամ, չէ, երիտասարդներից, ասենք, այս տանթորները կարան տատիկին բան ծաղրեն, հենց բաներ անեն, իբր թե մեկը որ չի հասկանում, ինչ որ բաների հետ կապված դժվարություններ ա, որ ունի, դրա հետ կապված հենց ծաղրալի վիճակի մեջ դնեն եւ այլ եւ այլ։ Անգամ ավելորդ տեսնեն, բայց Աստված, որ նայում ես, իր խոսքով տեսնում ես, այդ տարիքի հետ կապված ոչ միայն պահանջ ունի հարգանքի, այլ նաեւ տեսնում ես շատ բաներում խոսքը այսպես է, խոսքից այսպես է, որ նրանց նայում է որպես մարդիկ, որոնք կարող են երիտասարդներին օգնել, իմաստություն սովորեցնել կյանքի։ Տիմոթեոսի թղթում Պողոս Առաքյալը երբ որ խոսում է, ասում է, ծեր կանանց, հոգևոր կանանց սովորեցրու, որ նրանք ոնց որ ասած, այդ երիտասարդներին կրթեն, երիտասարդ կանանց կրթեն, տնաշեն լինեն,
այրի ծնողասեր, ասենք զավակասեր, իրենց ամուսիններին սիրող, նվիրված ընտանիքին եւ այլն։ Այսինքն ուզում եմ ասել, որ նրանք կարող են պիտանի լինեն, նրանց իրենց խոսքով ու խորհուրդով, կամ ժամանակի մեջ ծերերի ժողով կար, չէ, ծերակույտ կար։ Այսինքն մարդիկ, որոնք տարիքն առած էին, իհարկե Աստծո իմաստություն էլ կար նրանց վրա, եւ նրանց խորհուրդը կարեւորված էր թագավորների առաջին, թագավորները շատ բաներ նրանց հետ խորհուրդ անելով էին բանանում, իրենց քայլերը գցում։ Այսինքն այդ կարևորված է, երիտասարդներ չէին, այլ տարիքն առած, իմաստացած, գուցե իրանց բնական Աստծո բանով մեծած խոսքով իմաստուն դառած, անգամ օրինակ կա, եթե հիշում եք, երբ որ բանի Սողոմոնի որդին թագավորեց Ռոբովամը եւ հարց առաջացավ այդ ժողովրդից իրաց պատվիրակները ուղարկեցին, խնդրեցին, որ իրենց վրա եղած այդ լուծը, հարկերը, турքերը պակասեցնի, հիշում եք դա այդ պատմությունը։ Եվ երբ որ Ռոբովամը խորհուրդ հարցրեց տարիք առածներին, ասեցին, իրանք խորհուրդ տվեցին, որ արա այդպես եւ քեզ կսիրեն, եւ քեզ կհնազանդվեն։ Այսինքն այս մարդիկ, ոնց որ ասած, ունեն այդ իմաստությունն ու կյանքի փորձը։ Այդ շնորհքը կա, տարիքն էլ իր գործն արել ինչ որտեղ։ Թեպետ հիմա կներեք, կարող է տարիք առածներն են, նայում ես լրիվ կնես խորհուրդ կտա, որ մարդը կավ երիտասարդը կարող է դրան, եթե հետևի տիրոջն էլ թողի, դրա մասին չի խոսքը։ Բայց ամենայն դեպս, իսկ երբ որ Ռոբովամը հարցրեց երիտասարդներին, դե սրանք սենց ասած, ոնց որ այդ բանը իմաստությամբ խոնարհված կամ իմաստությունով լցված փորձ չունեցող, այլ նենց ինչ ասեմ, իրաց երիտասարդական ավյունով, նենց բանով, նենց կտրուկ քայլերով, համարձակությունով, ես չգիտեմ ինչով, բայց փորձանք բերեցին։ Ինչ խորհուրդ տվեցին, ասին չանես այդպես բան։ Հակառակ ավելի ծարասրու եւ ավելի խստացրու լուծը, ու որ հնազանդվեն քեզ, ոնց որ ուժ գործույց տուր։ Ոչ թե իմաստությամբ վարվի, այլ ուժով խեղդի։ Սա էլ հենց այդ ասեց, հիշում եք իմ մատը իմ հոր ասում է բանից էլ մեջքից էլ հաստա, այսինքն զեց ասեց, եթե հայրս այդպիսի լուծա դրեց ձեր վրա, ես առավելը պիտի անեմ։ Հիշում եք ինչ կատարվեց։ Իսրայելի այդ ժողովրդի մեծ մասը, այդ 12 ցեղերից մեծ մասը, ճնշող մեծամասնությունը առանձնացան, ասեցին մենք քո հետ գործ չունենք։ Մենք քո իշխանությունը չենք ընդունում։ Եվ եթե հիշում եք այդ օրվանից, այդ ժամանակվանից, ասենք Իսրայելի թագավորությունը կիսվեց երկու մասի՝ Հուդա եւ Իսրայել, չէ՞։ Այդպես էր։ Իսկն այո, այդ բանը կա, այսինքն Տիրոջ մոտ Տերը ոնց որ բարձրացնում է, պատվի արժանացնում տարիքը մեծին, բայց շատ ժամանակ այդպես չէ աշխարհի մեջ կամ ընդհանրապես երիտասարդի հոգու մեջ։ Ինքը չի նայում հարգանքով, պատվով, ասենց ակնածանքով եւ խոնարհություն դրսեւոր, որ պիտի լսեմ, պիտի հնազանդվեմ շատ բաներում, որտեվ կարան շատ բաներում ինքը հենց իր տարիքի պատճառով ինձ օգնի։ Եվ այստեղ էսա որ Տիրոջ խոսքը երիտասարդներին առաջնորդում է սրա մեջ, երիտասարդներ խոնարհ եղեք, ծառայեք, չէ՞ այսպես ասում։ Մեր ժողովրդի մեջ էլ, որ ժամանակի մեջ ասենք շատ էտի եղել է, ոչ թե մի հատ պատահական ձևով է մտել, ազգային ինչ-որ մի սովորույթ է եղել, որ լավ սովորույթ է եղել, հիմա էլ դուրս է գալիս, որ երիտասարդները հարգել են, չէ՞, ասենք ժամանակին օրինակ մարդիկ հենց հարգանքի նշանն է, տրանսպորտի մեջ եթե մեծ են տեսնում, ինչ են անում, ոտքի են կանգնում, զիջում են, հիմա դες բան գոյություն չունի, վերջացել է։ Իսկ այդ անհարգալից վերաբերմունքից է գալիս դա։ Իրանց սրտի մեջ եղած ոնց որ ասած վերաբերմունքի շատ ժամանակ։ Բայց դա ոչ թե եղել է սո բան, այլ հավատացեք ավետարանն է դա մտցրե։ Այս ժողովրդի մեջ հիմա էլ ավետանին հակառակ մարդկանց աշխատանքով իհարկե դուրս է գալիս։ Բայց շարունակենք այստեղ, երբ որ սրա վրա կանգ առավ, այսինքն ես եմ ուզում նախասեմ, երիտասարդներ, ոնց որ պատվերը կար, հնազանդվեք ծերերին։ Տան միջի մեծ կա, պետք չի իրանց այս աշխարհի նման նայեք, հոգևոր երիտասարդ այդպես պիտի չնայի,
որպես մեկը, որ իմաստ չունի իրան լսել, ինչ-որ մի բան սովորել եւ այլ, չէ, այդպես պիտի չլինի։ Շարունակության մեջ ինչ ասում, բայց ասում է ամենը իրար հնազանդվելով խոնարհություն հագեք եւ ընդհանուր խոնարհի եւ ամբարտավանի հետ կապված է խոսում։ Այսինքն Տիրոջ պատվերը էս է, որտեղ որ այո, Աստծո պահանջն է, ում առաջին որ պիտի խոնարհ լինես, լսող, հնազանդվող, կատարող, ծառայող, եղիր այդպիսին։ Եվ բացատրությունը այստեղ ներկայացում է հետևյալը. Աստված խոնարհներին շնորհք է տալիս։ Այսինքն, իսկ քեզ համար օրհնության ճանապարհ է մի հատ։ Սա պատճառ է դառնում, որպեսզի Տերը քեզ որպես խոնարհ ել ավելի օրհնի եւ ավելի շնորհներ տա։ Բայց նա որ հակառակը, ամբարտավանա, չլսող, աննազանդա, նրան ասում է հակառակը կենում։ Բայց այստեղ էսպիսի մի բան ասում, խոնարհվեցեք Աստծո հզոր ձեռի տակ, այսինքն մեր խոնարհվելը պիտի լինի Տիրոջ առաջին, Տիրոջ պատճառով, Տիրոջ խոսքի առաջին։ Տերն է ասել, առաջերտին Տիրոջ պատճառով է մեր խոնարհվելը, որ Տիրոջ կամքն է, բայց նաև սա է, Տիրոջ բոլոր պահանջները խոնարհվելու, լսելու, որևէ մեկին հնազանդվելու, որովհետև տեսնում ենք, Տիրոջ խոսքը կա, կյանքի մեջ, ասենց ասած, տարբեր իրավիճակներ, տարբեր հարցեր, որոնց մեջ Տերը ասում է սրան լսի, նրան լսի, սրան հնազանդվի, այսպես վարվի, այսպես։ Այստեղ ասում է խոնարհվեցեք Տիրոջ հզոր ձեռքի տակ։ Այո, մեր խոնարհությունը Տիրոջ առաջին պետք է լինի։ Մարդը պիտի իր անձը ցածրացնի եւ իր հոգու մեջ ոնց որ ասած պատրաստ լինի ամեն ինչում ինչ որ Տերը ասում է հնազանդվել։ Եվ Տիրոջ խոսքը խոնարհության տանող խոսք է իրոք։ Նա որ խոսում է օրինակի համար մարդը իրեն պահի օրինակ իրավունք անելով, քաղցր լինելով, ներողամիտ լինելով, զիջելով, ասում անիծողին չանիծես, չէ, օրինակի համար չարախոսին չարախոսությամբ չպատասխանես, սա խոնարհության տանող խոսքեր են։ Դու քեզ ոնց ասած ցածրացրել ես, իր կամքը կատարես եւ չվարվես այնպես, ինչպես որ օրինակի համար կարելի ասել ընդունված բան է աշխարհի մեջ եւ հպարտության մի հատ բան է, առաջնորդություն է։ Եվ տեսնում ենք Տիրոջ խոսքը խոնարհի հետ կապված հետևյալ բանն է ասում, Եսայի 57:15-ը խոսում է հետևյալի մասին, ասում է, որովհետև այսպես է ասում բարձրը եւ բարձրալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է։ Ես բնակվում եմ բարձրում եւ սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած եւ խոնարհ հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենթանացնեմ եւ կենթանացնեմ սրտով կոտրվածներին։ Այո, տեսեք ինչ մեծ փառ, ասենց ասած, Աստծո բանը գնահատական է։ Եթե աշխարհի մեջ մարդը Աստծո ձեռքի տակ խոնարհվում է, կարող է աշխարհի մեջ անարգ երևա։ Բայց այդպիսի մարդ իրականության մեջ փառավոր է հենց սրանով, որ նրա վրա է Աստծո հաճությունը, նրա հետ է Աստծո ներկայությունը, Աստված այդպիսիներին է փնտրում, այդպիսիների հետ է գործ ունենում։ Տեսեք, ներկայացրեց իր բարձրությունը, մեծությունը, անհասանելությունը, որ այսպիսին եմ ես Աստված, բայց ում հետ է իր հարազատությունը, մտերմությունը, ներկայությունը, խոնարհ եւ կոտրած հոգի ունեցողների հետ է։ Այո։ Դրա համար աշխարհի մեջ նորից եմ ասում, կարող է մեր վարքագիծը անկարողության, ասենց ասած, բանդ երևա, ներկայացվի, որպես անկարողներ, խեղճեր, արեցին չպատասխանեց, այսպես արեց, այս բանը եղավ, ներեց, խաղաղություն արեց, կամ ասենց ասած ծառայության հոգի ունի, որ կարող է այո օգնել, ձեռք մեկնել, հպարտ չի, որ ասենք այդ բաներից հետ քաշվի եւ այլն։ Այսի կարա մարդուն աշխարհի մեջ այդպես երևա եւ ցածր մարդուն ցույց տա, թե ցածր մեկը, անարգ մեկը, բայց նայեք հետաքրքիր է, Աստծո հետ կապված Աստված ոնց է վերաբերվում խոնարհին։ Նա փնտրում է խոնարհին, նա ուշադրություն է դարձնում խոնարհին։ Ով իր սիրտը պատրաստել է, իր անձը ցածրացել է Աստծո առաջին, ասում է ամեն Տեր, թող քո կամքը լինի։
անգամ չգիտեմ ինչ ես ասելու, բայց պատրաստել եմ իմ հոգին, թող քո կամքը լինի։ Եվ Աստծո մեծ մարդիկ, որ մեծ շնորհք են ունեցել, իրենց խոնարհությունից է եկել նաև։ Նրանք իրենց խոնարհությունով ճանապարհ են բացել այդ օրհնության, ինչպես այդտեղ կարդացինք, Աստված խոնարհներին ինչ անում, շնորհք է տալիս։ Այսինքն նրանց վրա սկսում է երևալ աստվածային շնորհներ եւ Աստված հենց իր շնորհներով բարձրացնում է մարդուն։ Աշխարհի մեջ ցածր եղողին բարձրացնում է։ Դրա համար խոսքը այսպես նաև հնչեց. խոնարհվեցեք Աստծո հզոր ձեռքի տակ եւ նա ձեզ ինչ կանի կբարձրացնի։ Արդեն որ դու խոնարհ ես, արդեն բարձր ես։ Տեսեք, ինչով ես բարձր։ Ով է քո հարազատը, ով է քո հետ, ասենք ասեմ, ուզում լինել, վարվել, քեզ օգնել, ձեռք մեկնել։ Ասում է, ես բարձրն եմ, բարձրյալն եմ, մեծն եմ, ու ես հենց քո հետ եմ ուզում լինեմ, քո հետ այդ բաները ունենամ։ Այն մյուսների հետ չեմ ուզում։ Երբ որ խոնարհվենք ունենա Տերը։ Բայց խոնարհ չեն, ինչ ասում, հակառակ ակենում այդպիսին են, ամբարտավանությանը հակառակ ակենում, ոչ թե հաճություն կա, բարկություն կա, հակառակություն կա։ Սենց ասեմ էլի, ով է խոնարհի հետը, ով է խոնարհին հարազատը, բարձրալ Աստված, խոնարհի բարեկամը ով է, բարձրալ Աստված։ Այ Աստծո հետ կապվածությունը հենց այս պատճառով խոնարհը բարձր է իրոք։ Եվ Սուրբ Գիրքը մեզ է ասում, որ ամեն ովքեր որ Տիրոջ ձեռքի տակ խոնարհվեն, ժամանակի մեջ Աստված բարձրացնում, այսինքն նրանց ճանապարհը բարձրանալն է, նրանք գնալով բարձրանալու են։ Հետաքրքիր է։ Եվ ուզեմ հիշեցնել օրինակ Ղուկաս ավետարանից 1 հատված եւ 1 համար, Ղուկաս ավետարանից առաջի գլուխ 46-ից 53 խոսքերը, Մարիամի աղոթքն է սա, երբ որ Մարիամի խոսքն ավել ճիշտ, երբ որ Եղիսաբեթի հետ հանդիպեց, այսպիսի խոսք ասեց։ Ասեց, եւ Մարիամն ասեց, թող իմ անձս փառավոր է Տիրոջը եւ իմ հոգին ուրախացավ իմ փրկիչ Աստծով, որովհետեւ իր աղախնի խոնարհությանը մտիկ տվեց, որովհետեւ ահա այս հետե բոլոր ազգերը կերանեն ինձ։ Տեսեք, Աստված ասում է ինձ իմ խոնարհությանը նայեց, իմ պատրաստությանը նայեց եւ այս շնորհ արեց։ Հասկանում ենք ինչ շնորհ է, որ նա պիտի լույս աշխարհ բերեր, մարմին տար, ումա Աստծո որդուն։ Այսի իրոք անկրկնելի փառավոր շնորհ է։ Այդպես է։ Եվ որ խոնարհ էր Մարիամը, դա պարզ երևաց։ Որտեւ այդ քայլին գնալը իր համար շատ բան պիտի կարար արժենար, ասենց ասած։ Կարար ինքը խայտարակ լիներ, չէ, կարար ինքը իր կյանքից զրկվեր, որովհետև կարար դիտվեր որպես մեկը, որ ապօրինի կապով զավակ է ունենում եւ քարկոծվեր, ինչպես Իսրայելի մեջ օրենքներ պահանջում, շատ բան կար։ Բայց ինքը ահա երբ որ Տերը հայտնեց, Տիրոջ հրեշտակ իրան հայտնեց, իր խոսքես էր, ահա Տիրոջ աղախինն եմ, թող իրա ինչ կամքի պես լինի։ Այո, Տիրոջ ծառաները, շատ ծառաներ, այնպիսի քայլեր են գնացել Աստծո ասացի պատճառով, էս այլ նշանակում խոնարհվել Աստծո ձեռքի տակ։ Այնպիսի քայլեր են գնացել նրանք Աստծո պատճառով, որը ասենք Աստծո ասացի պատճառով, որ աշխարհում կարող է շատ անգամ նսեմ դիտվեր ու վատ, ու շատ բաների մեջ տաներ մարդուն, անգամ կյանք կորցնելուն, բայց նրանք հոժարվել են դրան։ Մարգարեկար, որ Տերը ասես գնա ամբարով մի հատ կին առ ու նրանից զավակներ ունեցի, անուններ դու ես դիր եւ այս անուններով էլ ոնց որ ասած խոսա Իսրայելի հետ մարգարություն արա։ Հոժարվես, գնաց այդ բանը արեց։ Փոքր բան չէր էդի։ Եվ այլ շատ բան։ Տեղ կա անգամ մարդու խոնարհությունը կարող է աշխարհի կողմից ոչ թե ցածրություն դրս երևա կամ մարդկանց կողմի շրջապատի, կարող է դա ամբարտավանություն երևա։ Միսակ Սեթրակ Աբեդնակովը կանգնան ու ասենց ասած թագավորի ճակատին ասեցին. մենք քո կուռքին չենք պաշտում, չենք պաշտելու։ Մեր Աստված կարա մեզ փրկի,
Բայց եթե անգամ չփրկել մեկը, մևնա, մենք ընտրել ենք քուրքին չպաշտել, մենք Աստված ունենք, իրան պիտի պաշտենք։ Կողից ասում են, ինչ հպարտներ են, ինչ ամբարտավաններ են։ Գուցե մեկն էլ ասի, բա գրված է թագավորին պետությանը պետք է ինչ անես, լսես, բայց հենց խոնարհվել Աստծո ձեռի տակ էս է նշանակում, այդտեղ այդ պիտի անես։ Տեր Հիսուս Քրիստոսը մտավ տաճար եւ խարազան սարքեց, ճիպոտ սարքեց։ Ու ճիպոտով հանեց այդ ժողովրդին։ Պատկերացնում եք, մի հատ նկարագի պատկերացրեք ձեր մեջ։ Կողքից նայեք ինչ կասեք, մարդիկ ասացին, «Էս ինչ անում, մոլ է գնում է»։ Բարկացած, ջղայնացած։ Ով կասեր որ խոնար մարդ է, բայց խոնարվել Աստծո ձեռի տակ քեզ դա է նշանակում։ Այդտեղ պիտի այդ անել, պիտի չանդուրժել։ Ոչ թե էսա սուսիկ, փուսիկ, խելոք sense դրսևոր չէ, այնտեղ որտեղ որ Աստծո կամքն է, թեկուզ դրա համար կա աշխարհի, գուցե աշխարհի մեջ հզոր ուժեր, որի դեմ պիտի կանգնես ու անես կամ ասես կամ խոսես, խոնարհվել Աստծո ձեռքի տակ, այս նշանակում է լսել Աստծուն, ոչ թե խոնարհվել այդ մարդկանց ձեռքի տակ, նրանց պատճառով չանել Աստծո կամքը։ Դրա համար խոնարհությունը պիտի այդպես չդրսևորվի, էլի արտաքին տեսքից։ Խոնարհությունը էսա, հնազանդվել Աստծուն, պատրաստ է ամեն ինչում հնազանդվել, որտեղ պետքա բարկանալ, պիտի բարկանա։ Էլ չնայի ով ինչա։ Որտեղ պիտի խաղաղությամբ խոսի, զիջելով անի, որտեղ պիտի այս բան անի, այն բան անի, ինչ որ Տերը ասում է խոսքով, պատրաստ է անելու, կոտրված հոգի է։ Իրեն ցածրացել Աստծո առաջին պատրաստ է, ասա, թող քո կամքը լինի։ Դա համար այդ դրսևորումները պիտի ճիշտ բան անենք, մենք չփոթվենք, որովհետև հիշում եմ տարիներ առաջ մեկը կար, որ մարդ կար, որ ճիշտ խոսում էր մեկի հետ կապված եւ իր մեղքերն էր ցույց տալիս։ Իսկ այդ դիմացին ասած հեզությամբ, խաղաղությամբ, բայց ինքը մեղքի մեջ։ Ու կողքիներ էս ասում, դե նայեք Աստծո մարդ ով է։ Էնի ոնց է խոսում, էնի ոնց է խոսում։ Բայց այդպես չէ, խոսալուց չի։ Այդտեղ հենց Աստծո կամքը էր, որ հանդիմանվեր։ Ոչ թե տեսքը ոնց է, ով է Աստծո մարդ։ Եվ տեսնում եք շարունակության մեջ կներեք կարդացի կիսատ մնաց համարը, ասում է թող իմ անձս փառավոր է Տիրոջը եւ իմ հոգին ուրախացավ իմ փրկիչ Աստծո, որովհետեւ իր աղախնի խոնարհությանը մտիկ տվավ, որտեւ ահա այսուհետեւ բոլոր ազգերը կերանեն ինձ, որտեւ հզորը մեծամեծ բաներ արավ ինձ, եւ սուրբ է նրա անունը, եւ նրա ողորմությունը ազգից ազգ է, նրանց վախեցողների վրա, զորություն արավ իր բազուկով, ցրեց ամբարտավաններին իրենց սրտի մտածմունքներով, զորավորներին աթոռների իջեցրեց, խոնարհներին բարձրացրեց, սովածներին բարիքներով լցրեց, հարուստներին դատակ արձակեց։ Եվ իր Իսրայել ծառայի օգնեց իր ողորմությունը հիշելով, ինչպես մեր հայրերի հետ խոսեց Աբրահամին եւ նրա զավակին մինչև Հավիտյան։ Ոնց խոսում է այո Տիրոջ մասին, որ Տերը այսպես է վարվելու։ Ովքեր որ Աստծո առաջին խոնարհ են, նրանց պիտի բարձրացնի, ովքեր զորավոր են, ես չգիտեմ, ստեղ հարուստ կամ ինչ որ ամբարտավան անուն ասեց, հարուստներ, զորավորներ եւ այլը, նրանց պիտի ինչ անի, պիտի ցածրացնի, պիտի իջեցնի։ Ինչպես է կատարելու դա Տերը, կամ այսպես ասեմ, կարդամ ձեզ համար մի համար, որտեղ հետաքրքիր է, այս բանն է երևում, Աստծո ձեռքի տակ խոնարհվել, որտեղ գիտեք ոնց է, օրինակ կհասկանանք, թե այդ ինչ է կոնկրետ նշանակում ըստ Աստվածաշնչի, ըստ ճշմարիտ Աստծո, ըստ Ավետարանի, որովհետև մարդիկ կերևան խոնարհության իրանց կերպարանք կտան, կարծես սենց ամեն ինչ անում են, սենց էսա այն, կարող է ուրիշ կրոններից անգամ այդպիսի տեստան, աղոթք են անում, նվիրված են, իրանց սուրբ են պահում, քրիստոնեության մեջ քրիստոնյա կոչվածներ, բայց իրականության մեջ նրանք խոնարհ չլինեն։ Տեսեք խոնարհությունը ում հետ է կապված եւ ում ձեռքի տակ է խոնարհվել նշանակում Աստծո առաջին խոնարհվել։ Ղուկաս Ավետարանի նույն 2-րդ գլուխ 34 խոսքը կուզեմ կարդամ, ասում է եւ հիշում եք, երբ որ 8 օրը լրացավ մանուկ Հիսուսի, բերեցին մանուկ, որ թլպատվի, չէ, այդպես էր կարգը բանի մեջ մովսեսական օրենքի, որ Տերն էր իհարկե տվել, բերեցին Երուսաղեմ եւ Երուսաղեմում մի մարդ կար, Սիմեոն անունով, այդ մարդուն Աստծո օգուց վկայություն էր եղել, որ ինքը պիտի տենա փրկչին, իր աչքերով պիտի տենա ծնված փրկչին, որտեղ բոլորը սպասում էին մինչ այդ,
Դա հազար տարիներով ոնց որ ասա տարով խոսում էր այդ մասին։ Եվ հիմա իրան վկայություն էր եղել, որ պիտի լինի, պիտի տեսնի։ Եվ երբ որ Քրիստոսին բերեցին, նա Սուրբ Հոգուց առաջնորդված եկավ այնտեղը, որտեղ որ Տիրոջն էին բերել, Մանուկ Հիսուսին, եւ վերցրեց երեխային, ասենք իր մոր ձեռքից, չէ, եւ այսպիսի ընդունեց իր գիրքը, ասում օրհնեց ու էս խոսեց, ասեց Տեր, հիմա խաղաղությամբ արձակիր քո ծառային, որովհետեւ իմ աշկերը տեսան քո փրկությունը։ Այսինքն ինչ որ խոստացել էր ու տարիքս այսքան երկար ապրեցի հենց այս խոստումի պատճառով, որ պիտի անպայման տեսնեմ, չմեռնեմ, ահա տեսա, հիմա ոնց որ կարամ մեռնեմ հանգիստ։ Եվ ես էր ասեց, եւ Սիմոնը օրհնեց նրանց եւ նրա մայր Մարիամին ասեց, ահա այս մանուկը կա Իսրայելի համար, Իսրայելի մեջ շատերի ընկնելու եւ կանգնելու եւ հակառակության նշան, իսկ քո անձովը սուր կանցնե, որ շատերի սրտերից խորհուրդներ հայտնվեն։ Ահա ով է, որ ոնց որ ասած պատճառով է, որ ոմանք իհարկե խոսեց Իսրայելի մեջ, բայց դա ընդհանուր ամբողջ աշխարհում ոմանք կբարձրանան, ոմանք կընկնեն, կիշնեն։ Տեսեք, խոնարհներն են, չէ՞ բարձրանում։ Խոնարհները այն մարդիկ են, ովքեր հենց Քրիստոսի ձեռքի տակ են խոնարհ։ Քրիստոսին հնազանդվող մարդիկ են։ Կարելի ասել Աստծուն վերաբերմունք ցույց տալ, խոնարհ լինել Աստծո նկատմամբ կամ ոչ խոնարհ կամ ամբարտավան, դա համարժեք է, հավասար է Քրիստոսին վերաբերվելուն։ Քրիստոսին ոնց կվերաբերեն, ըստ դրա էլ ասում է, այս մանուկին ոնց կվերաբերեն, ըստ դրա էլ նրանք կբարձրանան, կամ էլ ըստ դրա էլ նրանք իշկանեն կցածրանան։ Ու հենց Քրիստոսի օրերի մեջ տեսանք դա։ Աստված հասարակ մարդկանց, որոնք, ասենց ասած, բարձր չէին, մինչ այդ, մինչ Քրիստոսի գալը, չեն երևացել որպես ինչ-որ աստիճանի, բարձրության, իշխանության դիրքի մեջ։ Դրանց բարձրացրեց, ձկնորս մարդիկ էին, դառան լուրջ, ասենց ասած, մեծ Աստծո մարդիկ, որոնց Աստված մեծացրեց։ Ինչու համար, որտեղ նրանք Տիրոջը լսեցին, Քրիստոսին հնազանդվեցին։ Նրանք բարձրացան, բայց բարձր եղածներ կային, թագավորներ կային, իշխանավորներ կային, քահանայապետներ կային, փարիսեցիներ կային, հատուկ, ասենց ասած, դաս կար կրոնական հոգևորների փարիսեցիություն կային, որոնք հարգված էին, պատվական էին, դպիրներ, որոնք դրված էին, որ կրթեին այդ ժողովրդին Աստծո խոսքով, նրանք հայտնի էին։ Սրանք ընկան, սրանք ցածրացան, որտեղ հակառակվեցին Տիրոջը։ Ուրեմն խոնարհվել Աստծո ձեռքի տակ, ուրեմն խոնարհվենք Քրիստոսի ձեռքի տակ։ Այդ ժամանակ կբարձրանաս, իսկ Քրիստոսին հակառակողները կընկնեն, ինչքան էլ աշխարհում բարձր երևան։ Այսօր շատ հոգևոր ուղղություններ կան, որ Քրիստոսի դեմ են պայքարում, հատուկ աշխատանք են տանում։ Եվ նրանք պիտի ընկնեն, ցածրանան։ Ուրեմն փառք Աստծուն, որ այսպիսի օրհնյալ խոստում է մեզ համար տվել, եւ հետեւաբար այն ինչ որ Տերը պահանջում է, ոնց որ ասած, այս արա, այն արա, քեզ ուզում է ցածրացնի, խոնարհեցնի, որ քեզ բարձրացնի։ Եթե մենք ուզում ենք հակառակվենք, մենք բարձրանալուն ենք հակառակվում։ Եթե մենք չենք ուզում, մեզ համար ցանկալի չի ինչ-որ բաներ, ասած սրանով մենք մեր բարձրանալուն հակառակում ենք, պատճառ ենք դառնում մեր ընկնելուն հակառակ։ Փառքի առջևից խոնարհությունն է, չէ՞ գնում։ Իսկ ամբարտավանությունը, հպարտությունը ինչի առջևից է գնում։ Կորուստի, այո, այդպես է։ Ուրեմն թող Աստված օրհնի մեզ, որ մենք իրոք Տիրոջ ձեռքի տակ, Քրիստոսի ձեռքի տակ խոնարհ մարդիկ լինենք, եւ հենց Տերը իր օրինակով ցույց տվեց, որ խոնարհները պիտի անպայման մեծանան, բարձրանան Աստծո թագավորության մեջ, Աստծո ձեռի տակ խոնարհվեցին, այստեղ էլ չի ասում, խոնարհվեցեք Աստծո հզոր ձեռի տակ, եւ նա ժամանակին կբարձրացնի ձեզ անպայման։ Եվ Ֆիլիպեցիս 2-րդ գլխից հիշեցնեմ Տիրոջ համար հենց այդ հատվածը, որ նկարագրում է Տերը ինչքան շատ ցածրացավ, եւ տեսնում ենք, որ ինչքան շատ ցածրանալ կա, այնքան շատ բարձրանալ կա։ Այսինքն բարձրանալը խիստ համեմատական է ցածրանալուն Տիրոջ ձեռքի տակ, խոնարհվելուն։
Եվ հիշում եք, ասում է ներկայացում է Տիրոջ նախ մեծ լինել, բարձր լինելը եւ այդ բարձրից ցածրանալը։ Երրորդ խոսքից ասում է երկրորդ գլուխ Փիլիպպեցիս մեզ օրինակ բերում Տիրոջ օրինակ, ասում է դուք էլ սենց եղեք։ Ոչ մի բան չլինի գրգռումով, ոչ էլ սնապարտությունով, էսի հպարտությունից եկող բաներ ա խոսում, ոչ թե, այլ խոնարհությունով թող մեկը մյուսին իր անձից ավելի լավ համարի։ Մենակ ձեր անձերի բաներին մտիկ չտակ, այլ ամեն մեկը իր ընկերի բաներին էլ։ Ձեր ամեն մեկը թող այն մտածե, որը Քրիստոս Հիսուսումն էր, որ Աստծո կերպարանքում լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինելը, այլ իր անձը ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ կերպարանքում մարդի պես գտնվելով իրեն խոնարհեցրեց եւ հնազանդ եղավ մինչեւ հիմա եւ այն էլ խաչի մա։ Նրան այլ Աստված շատ բարձրացրեց նրան եւ նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է, որ Հիսուսի անունով կրկնվեն ամեն ծունկ, երկնավորների եւ երկրավորների եւ երկրի տակ լինողների եւ ամեն լեզու դավանե, թե Հիսուս Քրիստոսը Տեր է, հոր Աստծո փառքի համար։ Ինչու Տերը բարձրացավ, ամեն անունից բարձր անուն ստացավ, ոչ թե որովհետև նա դե Աստծո որդին էր, Աստված դե իր որդուն պետք է բարձրության վրա դներ, չէ, իրաց շատ խոնարհվելու ցածրանալու պատճառով։ Երկրի վրա նրանից շատ որևէ մեկը չի խոնարհվել Աստծո ձեռի տակ։ Նա էլ խոնարհվեց Աստծո ձեռի տակ։ Աստված լինելով խոնարհվեց Աստծո ձեռի տակ։ Եկավ եւ այս դիրքն ու վիճակը ընդունեց եւ այս գործը արեց, այս անարգության անպատվությանը հոժարվեց խաչանարկ մային։ Դրամայել ասում է իշքան շատ ցածրացավ, Աստված նրան էլ շատ բարձրացրեց։ Եվ քանի որ նա բոլորից շատ է խոնարհվել, դրա համար արդարացի է եւ իրավացի է, որ նա բոլորից մեծ դիրք ունենա։ Ու այսպիսի դիրք ինչպես նկարագրվեց, որ ամեն ծունկ պիտի նրա առաջին ծռվի, խոնարհվի, երկրպագություն անեն եւ խոստովանեն նրա մեծ փառքն ու դիրքը։ Բայց սա միայն Տիրոջ համար չի։ Սա մի հատ բան է, ոնց որ ասած, մեզ համար օրինակ է, որ գիտակցենք, հասկանանք։ Մեզ համար է նույն ճանապարհը։ Խոնարհների խոնարհվելու ճանապարհով բարձրանալը։ Հիշում եք, Տիրոջ հետ կապված, որ մարդիկ խոսում էին, ուզում էին, որ բարձր լինեն, մեծ դիրք ունենան երկնքի թագավորության մեջ, մեծ կոչվեն։ Տեր ասաց, երկնքի արքայության միջի մեծը աշխարհի միջի մեծի նման չի, բարձրի նման չի։ Աշխարհի մեջ մեծը համարում նա, ով կարողանում է շատերի վրա տիրել եւ շատերին իրեն ծառայեցնել։ Այդպես է։ Ով է դիրքի մեջ է, որ կարողանում է լսել տա, հնազանդեցնել տա, իշխի, նրանց ծառայեցնի, աշխարհի մեջ կոչվում է մեծ, ասում է երկնքի արքայության մեջ այտենց չի, հակառակն է։ Ով որ շատերին է ծառայում, այսինքն խոնարհվելով այսի, ծառայել խոնարհություն անել, ով շատ կխոնարհվի, նա կբարձրանա, մեծ կկոչվի։ Այդպես է։ Թող Աստված օրհնի մեր Շորժ ջան, սա է խոնարհի ճանապարհը։ Նա պիտի բարձրանա, որտեղ Աստծո ձեռի տակ է խոնարհվել, այդ ձեռքը նրան բարձրացնելու է անպայման։ Նա մեկն է, ասենց ասեմ, որը իր խոնարհությունով առիթ է տալիս Տիրոջը Աստծուն, որպեսզի Աստծո կամքը կատարվի, Աստված նրան, ասենց ասած, ընտրի, որովհետև նա իր կամքը կատարող մեկն է։ Եթե մեկին գիտես, որ քո գործը կանի, դու իրան կհանձնարարես, դու իրան ավելին կհանձնարար բան կանես, կվստահես, ավելին կտաս։ Բայց եթե մեկը հակառակվող է, ասում ես չի լսում եւ այլը, հաստատ չես բարձրացնի, ինչ իմաստնի, բարձրացնես գործը փչացնի, օրինակ եմ ասում։ Ուրեմն Աստված օրհնի բոլորիս, որ մենք ձգտենք իրոք Տիրոջ ձեռքի տակ խոնարհ լինել։ Ամեն ինչ որ Տերը ասում է, ամեն ինչում, որտեղ որ պետք է, ինչ պիտի արվի։ Մեր սիրտը պատրաստված լինի, կոտրված լինի, ինչպես գրված է, այսինքն չասեմ ինչու ես, ինչու պիտի սենց անեմ։ Եթե տենց հաճախ ինչուներ ենք ասում, մենք խոնարհ սիրտ չունենք։ Բայց եթե չենք ասում, անգամ ինչ որ տեղ էլ բաներ կա անհասկանալի, ասում ենք ամեն տեղ, եթե դու ես ասում թող քո կամքը լինի, ուրեմն այո, կա խոնարհություն եւ էլ ավելի Տերը պիտի շնորհ տա, օրհնի շատ բաներում ու բարձրացնի։ Այսքանը Տերը օրհնի մեզ, որ մենք ամոթ էլ չհամարենք, որովհետև նորից եմ ասում, Տերը ինքը ամոթ չհամարեց Աստծուն հնազանդվելը։ Տիրոջ նման ենք դառնում։
ասում է Աստծո մոտ պատվական չէ Հիսուսի մասին վկայումը, բայց մարդկանցից ինչ արած անարգված, բայց Աստծո մոտ պատվական։ Հիմա որտեղ ես ուզում պատվական լինես։ Եթե Աստծո մոտ ուրեմն խոնարհվի, որ Աստծո մոտ պատվական լինես։ Պատվականները խոնարհներն են, անարգները հպարտներն են։ Այդպես է։ Տիրոջ նման կլինենք այս աշխարհի մեջ։ Մարդկանց մոտ գուցե անարգ, բայց Աստծո մոտ պատվական, բայց Աստված ժամանակի մեջ ինչ պետք է անի, դարձ բարձրացնի։ Բայց երբ որ հակառակ արդարը խոնարհվում է ոչ թե Աստծո ձեռքի տակ, այլ այդ ամբարիշտի ձեռքի տակ, այսինքն թողնում է Աստծո ասածը անելը, նազանդվելը, նրան է նազանդվում։ Հիմա վախով կլինի, ինչով կլինի։ Հիշում եք Սուրբ Գիրքը նրա մասին ինչ է ասում։ Ինչպես։ Տղմոտ աղբյուրի պես, ակը պղտոր աղբյուրի պես, որ էլ դրանից ջուր խմել չի լինի։ Աղբյուր էր, լավ էր, ջուր էր խմվում, բայց հիմա արդեն չէ։ Դե ամաչենք դրանից։ Բայց Աստծո հզորի մեծի բարձյալին հնազանդվելը, դա պիտի մեր համար փառք համարենք, մեծություն համարենք։ Որտեղ նաև էսա կատարում, ինչպես կարդացինք, Աստված խոնարհների հետ է։ Նրա մտերմությունը, հարազատությունը, ներկայությունը, գործը խոնարհների հետ է։ Իմ հետ ինձ բարեկամ հարազատ Աստծուն ունեմ։ Քո բարեկամ ով է, այս հարուստը, այն հարուստը կամ այս երևելին կամ այն երևելին, դե արի համատվենք։ Իրոք, իհարկե չենք ասում համատվենք, բայց հավանաբար ուզում եմ սա ասեմ, որ հենց սրա պատճառով փառավոր ենք եւ Աստված էլ պիտի բարձրացնի։ Աղոթք անենք։